Մենք շատ ենք լսել այս վերջի ինցիդենտի մասին, երբ որ մեր վախկոտ այս լրագրողը հարձակվեց այդ կնոջ վրա, հետո տեսավ, որ այդ կինը շատ ավելի արժանապատիվ ձևով իրան պահեց եւ ինչ գալ-մաղալ բարձացավ եւ ներողություն խնդրեց։ Դա վատ չի, մեր հանրապետությունում ընդհանրապես այդպիսի ավանդույթ չկա, որ մարդիկ ինչ որ բանի մասին զղջան կամ ընդունեն, որ ինչ որ սխալ են կատարել 35 տարվա ընթացքում կամ ինչ որ ներողություն խնդրեն, դա վատ չի։ Բայց հիշենք այդ պատերազմը 20 թվականի, որից հետո որքանով ես հիշում եմ, այս ղեկավարությունը ներողություն խնդրեց, անգամ ինչ որ թատերական բեմադրություն էր, ծնկերի վրա կանգնել էր, շատ անդուր էր իմ համար, ես չնայեցի։ Դա վատ չէ, որ ներողություն խնդրեցիք, որ սադրեցիք եւ պարտվեցիք այս պատերազմում։ Ղարաբաղը հանձնելու համար բայց ներողություն չխնդրեցիք, մեղրի հանձնելը չեք ընդունում, ասում եք չենք հանձնել, դրա համար ներողություն չեք խնդրում, բայց տվել եք 74%-ը տվել եք ամերիկացիներին, հետո թուրքերի ձեռնարկնելու։ Այդ բանի մասին չզղջացիք, ներողություն չխնդրեցիք։ Բայց կնոջ եւ երեխայի վրա հարձակվելու համար ներողություն խնդրեցիք։ Դա վատ չի։ Հիմա իմ առաջարկը հետեւյալն է. ավելի լավ է դուք ներողություն մի խնդրեք, ուղղակի հեռացեք։ Կամ եթե ներողություն եք խնդրում, ընդունեք ձեր վրա այդ պատասխանատվությունը, որ այո, ես պատասխանատու եմ իմ արածի համար։ Իմ մոտ չի ստացվում եւ ուղղակի հեռացեք։ Եթե ես ասենք մեքենա քշեմ եւ մի անգամ մարդ գցեմ մեքենայից տակ, ներողություն խնդրեմ, գնամ երկրորդ անգամ մարդ գցեմ մեքենայից տակ, հետո գնամ տեսնեմ արդեն երրորդ մարդ ունեմ գցում մեքենայից տակ, ինձ կասեն պարոն Խաչիկյան, դուք ներողություն մի խնդրեք, դուք ավելի լավ է մի քշեք, որովհետեւ ձեր մոտ չի ստացվում մեքենա քշելը։ Այս խմբի մոտ չի ստացվում, 8 տարի է չի ստացվում։ Անկամ Իրանի հետ պատերազմի ժամանակ չկարողացաք ձեզ ճիշտ պահել։ Նոր եք հումանիտար օգնություն ուղարկում արդեն 4-րդ շաբաթն է։ Կուկուրուզա եք կրծում, ձեռը եք առնում, ոնց որ այդ մարդկանց։ Հարցակում եք քաղաքացիների վրա, մարդկանց վրա մարդ եք թափ տալի, մատ եք թափ տալի, հետո ներողություն եք խնդրում։ Ներողություն մի խնդրեք, ուղղակի ընդունեք պատասխանատվությունը, ձեր մոտ երկիր ղեկավարելը չի ստացվում։ Վերցրեք եւ գնացեք։ Եվ այդ ձեր կոճակները, որ դուք անընդհատ սխմում եք, մի կոճակը դա բանն էր, նախկինները, հետո դուք դարաք նախկին 8 տարի անցել արդեն։ Երկրորդ կոճակը թալանը, հետո թալանի անունը փոխվեց, դարավ Պարքևա վճար։ Հիմա էլ մարդկանց վախացնում եք պատերազմ։ Մի խումբ, որը 7 անգամ հարձակում է բերել, 3 պատերազմ է բերել, պարտվել է, մեզ ծնկաչոք է արել, փաստորեն,